Ուրեմն, երբ որ մեկնարկեց առողջության համընդհանուր ապահովագրությունը, հունվար ամիսը պարզ է, որ ադապտացիոն առաջին շրջանն էր եւ որոշ առումով մենք ունեինք մատուցած ծառայությունների հաշվետվության ներկայացման որոշակի բաց, այսինքն բժիշկներ ունեինք, որ իրականացրել էին խորհրդատվություններ, բայց մուտքագրումներ չէին արել Արմեդ համակարգում, իսկ մեր համակարգը այնպիսին է, որ փոխհատուցումը իրականացվում է միայն Արմեդում լրացված ծառայության դիմաց։ Եվ փետրվար ամսին իհարկե մենք այս բացը լրացրեցինք եւ նախորդի խորհրդատվությունները մուտքագրեցին եւ մեր բուժաշխատողների արդեն աշխատանքի ծավալը եւ փոխհատուցումը եկավ այն դաշտ, ինչ մենք նախատեսում էինք։ Նշեմ, որ նախորդ ամիս մենք ունեցել ենք աշխատավարձերի դրական դինամիկա ընդհանուր առումով, թե բժիշկների եւ թե միջին բուժանձնակազմի։ Սա նշանակում է, որ ես խոսում եմ միջին աշխատավարձերի մասին, դրական դինամիկայի մասին։ Ունենք ուղղություններ, որտեղ այս աճը շատ ավելի մեծ է, ունենք ուղղություններ, որ այս աճը ուրեմն կազմում է 10-20%, ունենք տեղեր, երբ որ եռապատկվել է աշխատավարձը բժիշկների եւ սա էլ շատ կարեւոր է։ Այո, սա ընդհանուր պատկերն է։ Այսօր մեր բժշկական հաստատություններում աշխատավարձերի դրական դինամիկան առկա է եւ շարունակական է, սա եւս ուզում եմ նշել։ Հաջորդիվ, այո, կան որոշակի մասնագիտություններ, որի զբաղվածության եւ ծառայությունների ծավալի փաստական արձանագրում ենք, որ անկում կա, այսինքն երբ որ մենք անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձ, այլ իրականացրած օրինակ խորհրդատվություն եւ դրա դիմաց փոխհատուցում, տեսնում ենք, որ ծավալի զբաղվածության շատ մեծ խզում կա։ Այս առումով էլ մենք աշխատանքներ տանում ենք եւ վստահեցնում եմ, որ բոլոր այս ուղղությունների մասով էլ անհատական լուծումներ ունենալու ենք եւ որոշների մասով արդեն իսկ ունենք, որոշների մասով քննարկման փուլում ենք։ Այստեղ էլ վստահեցնում եմ ձեզ, որ մեր բուժաշխատողները հնարավորություն են ունենալու վերապրոֆիլավորվելու շատ ավելի եկամտաբեր, շատ ավելի բարձր աշխատավարձ ենթադրող ուղղություններով, բայց նաեւ ունենալու ենք, որ այս ուրեմն ծառայությունները շարունակելու են տրամադրել եւ պիտի գտնենք լուծումներ, ոնց ենք իրենց զբաղվածությունը ապահովում եւ դրա դիմաց փոխհատուցումը բարձրացնում։ Իսկ ընդհանուր առմամբ ես պետք է նշեմ, որ առաջիկայում մեր աշխատանքն է մեր ԲՄԿ-ների, այսինքն գյուղական ԲՄԿ-ների, բուժքույրերի աշխատավարձերի շարունակական աճը, որովհետև մենք տեսնում ենք, որ ամբուլատորիայի ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը բավական աճ են ունեցել, ԲՄԿ-ներում այս աճը այո ունենք, բայց տեսնում ենք, որ դեռ շատ աշխատանք ունենք եւ դպրոցներիում աշխատող մեր բուժքույրերի։ Այստեղ էլ մենք նախորդ տարի որոշակի վերանայումներ արել ենք, բայց մեզ չի գոհացնում նրանց աշխատավարձի չափերը այս պահին եւ այս ավելացմանը միտված աշխատանքները լինելու են։